Հարգելիներս, այսօր պատրաստում եմ հարիսա։ Նշեմ, որ սպիտակ ձավարը ես 1 օր առաջ թրջել եմ եւ բարբերաբար ջուրը փոխելով, հոսող ջրի տակ լվանալով, այսպես պահել եմ եւ արդեն ժամանակն է կրկին 1 անգամ էլ կլվանա, ջուրը կփոխեմ եւ արդեն կդնեմ եփվելու։ Նշեմ, սա անում եմ նրա համար, որպեսզի խուսափենք ոչ ցանկալի երևույթներ աղիներում։ Հարգելիներս, այստեղ էլ արդեն պատրաստ է մեր խաշված հավի միսը, ոսկրահան կանեմ եւ ամբողջը իրար խառնելով կդնեմ կրակին։ Ահա հարգելիներ, ոսկրահան արեցի մեր հավի միսը եւ այսպես մանրացնում եմ, որ ավելացնեմ մեր հարիսայի մեջ։ Հարգելիներս, այստեղ խաշվում է մեր սպիտակ ձավարը, ասեմ, որ ես հավի արգանակին մի փոքր ջուր ավելացրեցի եւ այսպես լավ կխաշեմ եւ հետո կանցնենք հաջորդ փուլին։ Ահա հարգելիներս, մեր սպիտակ ձավարը արդեն խաշվել է, ես իրան մի թեթև բլենդելու եմ։ Ահա ավելացնում ենք մեր հավի մանրացրած միսը, ամբողջը իրար պիտի խառնենք, մի փոքր էլ գազի վրա կերկվի եւ արդեն պատրաստ է։ Հարգելիներս, մեր հարիսան արդեն պատրաստ է, շատ արագ, շատ ընտիր ստացվեց եւ նշեմ, որ յուրաքանչյուր տան տնտեսուհի իր պատրաստման տարբերակը ունի, սա էլ իմ պատրաստման տարբերակն էր, որը ուզեցա ձեր հետ կիսվեմ, դուք էլ պատրաստեք եւ մատուցեք սիրով։